Բրյուսելի եվրոպական թաղամասն է, քաղաքին բնորոշ մեքենաների կողքին տրակտորներ են, ամենուր չոր խոտից բարիկադներ։ Մինչև Բելգիայի մայրաքաղաքում Եվրամիության անդամ 27 երկրների և նույն կառույցի 4 տասնյակ գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում էին անցկացնում հարավամերիկյան Մերկոսուր դաշինքի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ, ոստիկանության կողմից թույլ տրված 50 տրակտորներին արդեն կեսօրին միացան ևս 1000-ը, իսկ ցուցարարների թիվը հասավ մոտ 10,000-ի։ Ֆերմերները դեմ են համաձայնագրին, կարծում են, որ ավելի էժան ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքը անհավասար մրցակցային պայմաններ կստեղծի իրենց համար։ Եվրամիությունն էլ մի օր կորոշի կրճատել իրենց տրամադրվող սուբսիդիաները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել էր ցուցարարների հետ, վստահեցրել նրանց, որ Եվրամիությունը շարունակելու է հաշվի առնել եվրոպացի ֆերմերների շահերը, բայց ֆերմերները նրան չէին հավատացել։ Ինչ-որ պահի նրանց ու ոստիկանների ջուրը մի առվով չհոսեց, քաղաքակիրթ հարևանությունը վերաճեց առճակատման։ Խոտի դեզից բարիկադները ֆերմերները որոշեցին այրել, ոստիկանների ուղղությամբ կարտոֆիլ, գազար ու այլ գյուղմթերք նետեցին։ Քարերով կոտրեցին գերատեսչական շենքերի պատուհանները, փորձելով մտնել ներս։ Ոստիկաններն էլ պատասխանեցին իրենց ավանդական ուժային մեթոդներով, մինչև իրավիճակը հանդարտվեց։ Կրքերը հանդարտվեցին նաև այն պատճառով, որ վիճելի փաստաթղթի ստորագրումը հետաձգվեց։ Եվրոպական միության և հարավամերիկյան երկրների միջև ընդհանուր շուկայի ստեղծման շուրջ առևտրային համաձայնագրի ստորագրումը գոնե մինչև հաջորդ տարվա հունվար տեղի չի ունենա, հաղորդում է Պոլիտիկոն։ Նույն հանդեսի տվյալով Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին լրջորեն անհանգստացրել է ստեղծված իրավիճակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Փարիզը չի ստորագրի Մերկոսուրի երկրների հետ համաձայնագիրը ներկա տեսքով, մինչև վերջնականապես չհամաձայնեցվեն գյուղատնտեսական տարբեր ճյուղերին տրվող երաշխիքները։ Եվրահանձնաժողովն է առաջ մղում Մերկոսուրի հետ գործարքը, քանի որ դրա կնքմամբ կստեղծվի մոլորակի ամենամեծ ազատ առևտրի գոտիներից մեկը, ավելի քան 700 միլիոն սպառողի հասանելիությամբ։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։